Ինչ է խունկը եւ ինչ նշանակություն ունի այն քրիստոնյայի կյանքում։ Խնկի անուշաբույր հոտը անպակաս է հայ եկեղեցիներում եւ առհասարակ քրիստոնեության մեջ։ Դեպի վեր բարձրացող խնկի ծուխը դա մեր սրտի ջերմեռանդաղոտն է, որ բարձրանում է առ Աստված, ինչպես որ Սաղմոսներում Դավիթ մարգարեն է ասում. Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տեր, ձեռքերիս բարձրացումն էլ որպես երեկոյան ընծա։ Նկատած կլինեք, որ Սուրբ Պատարագի ժամանակ քահանան խնկարկում է նաև մեզ, հավատացյալներիս։ Եկեղեցում խորանը խորհրդանշում է երկինքը, իսկ քահանայի խորանից իջնելը եւ մեզ խնկարկելը խորհրդանշում է այն, որ Քրիստոս երկնքից իջավ եւ մարդկանց մեջ շրջելով իր սերն ու օրհնությունը բաշխեց մեզ բոլորիս։ Խնկի ծխին հետևելով անհնար է հասնել գետնին։ Այն մեր հայացքը եւ ուշադրությունը միշտ հրավիրում է դեպի երկինք։ Խունկը ունի նաև շատ բուժիչ եւ առողջարար հատկություններ։ Խնկարկությունը այնքան կարևոր է, որ 5 տակարանում միմիայն իրավունք ունեին անել դա քահանաները։ Իսկ այժմ նոր ուխտում եկեղեցում խնկարկում է քահանան եւ բուրվարագիրը։ Իսկ մեր առօրյա կյանքում յուրաքանչյուր հավատացյալ իրավունք ունի խնկարկելու իր տանը, աշխատավայրում, գերեզմաններում եւ այլն, փառավորելով Աստծուն, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում. Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, եւ ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը եւ Սուրբ Պատարագ, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մեջ, ասում է ամենակալ Տերը։